Անուն հոր և որդվո և հոգույն սրբով, ամեն։ Եվ խավարի մեջ ապրող ժողովուրդը տեսավ մեծ լույսը։ Ահա այսպես է Մատթեոս ավետարանիչը նկարագրում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Քրիստոս լինելով տիեզերքի ստեղծողը, խոնարհվեց և դարձավ տիեզերքի բնակիչ։ Քրիստոս լինելով մարդկության ստեղծողը, ծնվեց ոչ թե պալատների մեջ, ինչպես որ հարկ էր, որ ծնվի մարդկության ստեղծիչը, այլ նա ծնվեց մսուրի մեջ, գոմու, կենդանիների կողքին։ Երբ որ մեր ընտանիքներում փոքրիկ է ծնվում, մենք նրան ամենափափուկ, ամենանոր զգեստներն ենք հագցնում, բայց նա Քրիստոս չարժանացավ նույնիսկ դրան, նա փաթաթվեց խանձարուրի մեջ։ Երբ որ մեր ընտանիքներում փոքրիկներ են ծնվում, մենք հրավիրում ենք մեր ընկերներին, բարեկամներին, հարազատներին և մեծ խնջույքներ ենք կազմակերպում, բայց Քրիստոսի մոտ եկան մի քիչ այն կողմ իրենց ոտերը արածացնող հովիվները։ Երբ որ մեր ընտանիքների մեջ փոքրիկ է ծնվում, ապա այդ խնջույքների, քեֆերի, ուրախությունների աղմուկն է սկսում դուրս գալ մեր տներից, բայց Քրիստոս ծնվեց լռության մեջ։ Լինելով աշխարհի և մարդկության ստեղծողը, նա ծնվեց պարզության մեջ։ Եվ այդպես էլ ամենապարզ մարդիկ էլ եկան նրան առաջինը երկրպագելու, հովիվները, որովհետև ամենապարզ հոգին է, որ կարող է ճիշտ ընկալել և ճիշտ ընդունել նորածին Փրկչին։ Այսօր, սիրելի հավատացյալներ, մենք տոնում ենք Սուրբ Ծննդյան ճրագալույցը։ Եվ դա միայն նրա համար չէ, որ հիշենք 2000 և ավելի տարիներ առաջ տեղի ունեցած մեծ դեպքը, որը փոխեց մարդկության պատմությունը։ Դա տոնվում է, որպեսզի մենք այս անգամ էլ ընդունենք Քրիստոսին, ընդունենք նորածին Քրիստոսին։ Եվ ինչպես ավետարանի մեջ է ասվում, ինչպես ավետարանի մեջ է պատմվում, Քրիստոսին պետք է ընդունել պարզության մեջ։ Քրիստոս բնակվի պարզ հոգիների մեջ, Քրիստոս բնակվի լռության մեջ, և Քրիստոս բնակվի մեր հոգիների այն վայրում, որտեղ որ տակավին խավարը, և լուսավորի այդ վայրը։ Եվ այսօր մենք դիմավորելով նորածին Հիսուս Քրիստոսին, մեկ անգամ ևս դիմավորում ենք մեր փրկությունը։ Քրիստոս աշխարհ եկավ որպես մանուկ, բայց նա, ինչպես ավետարանիչն է ասում, լույս բերեց այն ժողովրդին, ովքեր որ ապրում էին խավարի մեջ։ Այսօր էլ սիրելիներ, չնայած որ եկեղեցիները լիքն են, մարդիկ բոլորն էլ տոնում են այսօրվա օրը, արդեն մի քիչ հետո կսկսեն մեկը մյուսին շնորհավորել, բայց տակավին մենք կարիքը ունենք այդ լույսի, որը որ 2000 տարիներ առաջ բերեց Քրիստոս և որը որ այսօր էլ մենք եկել ենք եկեղեցի, որպեսզի ընդունենք։ Մենք այսօր այստեղ կանգնած ենք, որպեսզի մեր գիրկը վերցնենք մանուկ Հիսուսին և ինչպես այն ժամանակ պարզ հովիվները այսօր էլ մենք նրան երկրպագենք և փառք տանք, որ եկել է մեզ փրկություն բերելու համար։ Ամեն անգամ Սուրբ Ծննդյան նախաշեմին կանգնելիս մենք կարծես թե գնում ենք դեպի նորոգություն,
որովհետև նոր ծնունդ, նոր բան, նորոգություն է իրենից արդեն ենթադրում, բայց միշտ էլ նայում ենք դեպի հետ և նայում ենք մեր անցած տարին, քննում ենք և զննում ենք մեր անցած տարին հասկանալու համար, թե ինչ հաջողություններ ունեցանք մեր հոգևոր կյանքից ներս, ինչ բացթողումներ ունեցանք մեր հոգևոր կյանքից, եկեղեցական կյանքից ներս, և այսօրվա օրը Սուրբ Ծննդյան ճրագալույցը այդ ձեռքբերումների և բացթողումների հիշելու, գնահատելու և մեկ անգամ ևս դրա մասին խորելու օրն։ Ամեն անգամ, ամեն տարի Հիսուս Քրիստոսին, մանուկ Հիսուսին դիմավորելիս մենք պետք է էլ ավելի կարողանանք լցնել մեր հոգիները լույսով, էլ ավելի կարողանանք մեր մեջից վանել այն խավարը, որը որ հույն է դնում մեր առօրյա կյանքի ընթացքում։ Եվ այսօրվա Սուրբ Ծննդյան տոնը մեր համար և որպես հոգևորականների, և որպես հավատացյալների այն նորոգության և այն առաջխաղացման տոնն է, որը որ պետք է մենք արձանագրենք այս տարի։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչ դժվարությունների և մարտահրավերների առաջ է կանգնած մեր մայր եկեղեցին։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում այսօր մեր մայր հայրենիքում։ Բոլորս էլ շատ լավ տեսնում ենք, թե ինչպես են ուզում պառակտել մեր սուրբ եկեղեցին։ Բայց մենք դիմավորելով մանուկ Հիսուսին լիահույս ենք, որ այդ ամենը կունենա իր ավարտը։ Միայն լույսն է, որ չունի ավարտ, միայն լույսն է, որ չեն տեսնում նրա ծայրը, յուրաքանչյուր խավար, յուրաքանչյուր չարիք ունի սկիզբ և ունի վերջ։ Եվ այս տարի, 2026 թվականը, և այս տարվա Սուրբ Ծնունդը մեզ տալու է հույսը, մեզ տալու է ուժը և մեզ տալու է հավատքը, որ մենք որպես հայ ժողովուրդ, որպես հայ եկեղեցու հետևորդ և հավատացյալ կկարողանանք դիմակայել այն բոլոր դժվարություններին, որոնք ժամանակ առ ժամանակ ծագում են մեր եկեղեցու և մեր հոգևոր կյանքից ներս։ Այսօր սիրելիներ, քանի որ ճրագալույցի պատարագ է, ես խնդրեի, որպեսզի երբ որ արդեն պատարագի վերջում ձեզ կբաժանվի կրակը, որը որ խորհրդանիշն է Քրիստոսի ծննդյան, այն լույսի, որը որ Քրիստոս բերեց, երբ որ ամենավերջում, պատարագի վերջում կտանք ձեզ Քրիստոսի ծննդյան ավետիսը մեկ անգամ ևս, խնդրեի, որպեսզի բոլորս միասին բարձրացնենք մեր ձեռքում վառված մոմերը, ցույց տալու համար այն լույսը, որը որ այսօր եկավ մեր հոգիներից ներս, մեր ընտանիքներից ներս և մեր եկեղեցուց ներս։ Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այսօրվա գեղեցիկ, լուսավոր և հուսաբեր տոնի առիթով։ Թող նորածին մանուկը այսօր մուտք գործի ձեր բոլորիդ ընտանիքները։ Թող այսօր նորածին մանուկը լույս և հույս բերի բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Եվ թող այսօրվա նորածին մանուկը մշտաբուխ օրհնությունը լինի յուրաքանչյուրիդ և յուրաքանչյուրիդ ընտանիքի համար, որպեսզի լիահույս և լիահավատ մեկս մյուսին ողջունենք ասելով. Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։